ԲՀԿ առաջնորդ բարեգործ Գագիկ Ծառուկյանի դուստրը հայտնի ակնաբուժ Էմմա Ծառուկյանը անդրադառնալով այս օրերին իր հոր ու նրա ունեցվածքի դեմ կատարվող գործողություններին սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Հայրս իր անունը պատրաստի չի ստացել, նա այն կառուցել է տարիներով, որովհետև երբ մարդու ստեղծածին փորձում են ձեռք տալ, իսկ մարդիկ շարունակում են հիշել նրա արած բարին, հասկանում ես, նա իր կյանքի ամենակարևոր հարստությունն արդեն ստեղծել է։ Այն չի բռնագրավում, չի ջնջվում։ Ես մեծացել եմ տեսնելով, թե ինչպես է հայրս իր կյանքի տարիները ուժն ու հոգին դրել իր ստեղծածի մեջ։ Եվ այսօր ցավը կորցնելու վախը չէ։ Ցավն այն է, երբ փորձում են մի ամբողջ կյանքի ստեղծածին վերաբերվել այնպես, կարծես այդ տարիները երբեք չեն եղել։ Կարող եք ձեռ տալ նրա ստեղծածին, դռներ փակել, անուններ փոխել, փորձել մարդուն հեռացնել իր իսկ կառուցածից, բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը, որովհետև մարդու ամենամեծ ունեցվածքը ոչ թե այն է, ինչ գրված է թղթի վրա, այլ այն, ինչ գրված է մարդկանց հիշողության մեջ։ Իսկ այդ ստեղծածը ոչ մի որոշմամբ չեն խլում, ոչ մի թղթով չեն ջնջում, որովհետև կան բաներ, որոնց սեփականատերերը ոչ թե թուղթն է որոշում, այլ ժամանակը, մարդկանց հիշողությունն ու Աստված։ Այս ամենը կատարվում է Աստծո աչքի առաջ։ Ես գիտեմ ինչ գին ունի տարիներով ստեղծածը, գիտեմ ինչ է նշանակում սեփական անունը դարձնել ոչ միայն ազգանուն, այլ պատասխանատվություն։ Երբ հավատում ես Աստծուն, հասկանում ես ճշմարտությունը, երբեմն կարող է ուշանալ մարդկանց աչքերում, բայց Աստծո առաջ այն երբեք չի գործում։ Մի օր այս օրերն էլ անցյալ են դառնալու, այսօրվա աղմուկն էլ է լռելու, եւ ժամանակը յուրաքանչյուրին թողնելու է իր արածի կողքին։ Ես հավատում եմ, Աստված բացելու է այն դուռը, որը մարդիկ փակեցին, ու հայրս ազատության մեջ շարունակելու է այն ճանապարհը, որի վրա դեռ Աստծուց տրված շատ գործ ունի անելու։ Գրել է Գագիկ Ծառուկյանի դուստրը, հայտնի ակնաբուժ Էմմա Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանի դուստրը Անահիտ Ծառուկյանը հրապարակել է ծնողների հուզիչ տեսանյութը, որտեղ վերջիններս միմյանց ձեռք բռնած քայլում են։ Անահիտը գրել է հետևյալ տեքստը. «Ուզում եմ միշտ այսպես իրար ձեռք բռնած լինեք մեր կողքին, ձեր ձեռքերը երբեք իրարից բաժան չլինի»։ Իրականում այն, ինչ կատարվում է Ծառուկյանների ընտանիքում, դա սարսափելի է։ Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ մի հոր առաջնորդը կարող է լինել այս կարգավիճակում։ Սակայն, ինչպես խոսում են եւ ասում նրա հետևորդներն ու համագիրները, ամեն բան շատ լավ է լինելու։ Տիկին Ռոզա Ծառուկյանը եւս հավատացած է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու եւ մեկ օր շատ մեծ լույս է բացվելու, ու Գագիկ Ծառուկյանը լինելու է ազատության մեջ։ Գագիկ Ծառուկյանի ներկայիս կարգավիճակը կարծում եմ որևէ մեկի համար գաղտնի չէ։ Որոշ ժամանակ առաջ նրա օգնականը Լիաննան հրապարակել էր տեսանյութ ու խոսել, թե ինչ իրավիճակում է գտնվում այս պահին պարոն Ծառուկյանը։ Լիաննան անդրադարձել էր նաև բոլոր այն մարդկանց եւ հայտնիներին, ովքեր որևէ ձևով չեն խոսում բարձրաձայնում ներկայումս տիրող անարդարության մասին։ Իմաստն էլ խոսում է, որ այս ամենը պարզապես շոու է եւ մի օր վերջը գալու է տվյալ շոուի։ Շատերը քննարկում են պարոն Ծառուկյանի ձեռնաշղթաների փոքրությունը, մի մասը պահանջում է մեծ ձեռնաշղթաներ պատվիրել, որպեսզի նման իրավիճակում պարոն Ծառուկյանը չհայտնվի։ Սակայն մենք ներկայացնում ենք այս պահին տիկին Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրվա հետ կապված որոշ մանրամասներ։ Գագիկ Ծառուկյանի տիկտոկյան հարթակում հրապարակված տեսանյութ, որտեղ վերջինս շնորհավորում է իր տիկնոջը։ Տեսանյութում հրապարակված են լուսանկարներ Ջավահիր Ծառուկյանի, նրա թոռների եւ ընտանիքի հետ։ Տեղադրված է երգ, որտեղ շատ ջերմ բառերով շնորհավորում են վերջինիս ծննդյան տարեդարձ։ Այս տարի Ստասեկոսեների Ջավահիր Ծառուկյանը բավականին տխուր եւ նեղ շրջապատում է անցկացրել իր ծննդյան տարեդարձը։ Իսկ մենք հրապարակում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը եւ Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ։ Ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից վերջացրած բարոյա հոգեբանական։ Ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա։ Սա ասում է մի մարդ,
հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի, ամենավերջին բառերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։ Ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը ստանձնելով էստաֆետը Տիգրան Մուկուչյանից դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում եւ ինքը հայտնվել է քաղաքական դաշտում այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին եւս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։ Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին 30 միլիոն դոլար Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Եվ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ-մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի ոչ մի դաշնակ չի ասել, հələ այգեք այդ 800 միլիոն դոլարը, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում է, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերը։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը եւ Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ։ Ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից, վերջացրած բարոյա հոգեբանական։ Ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա։ Սա ասում է մի մարդ, հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի, ամենավերջին բառերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։
ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը ստանձնելով էստաֆետը Տիգրան Միկուշյանից դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում է այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում եւ ինքը հայտնվել է քաղաքական դաշտում այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին եւս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։ Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին 30 միլիոն դոլար Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Եվ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ-մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի, ոչ մի դաշնակ չի ասել, հələ եկեք այդ 800 միլիոն դոլարը, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում է, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերը։ Բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում է, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր